Մենք վերադարձանք եւ ներկայացնենք մեր այսօրվա առաջին թեման մարտի 15-ին ժամը 19:30-ին փոքր թատրոնում տեղի կունենա Ֆլորիան Ջելլերի համանուն պիեսի հիման վրա բեմադրված որդի ներկայացումը, ինչի մասին էլ խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Այսօր մեր տաղավարում սիրով հյուրընկալել ենք ռեժիսոր Դավիթ Խալաթյանին, դերասաններ Նարեկ Դավթյանին եւ Մուրադ Նադիրյանին։ Իդեպ որդուն, ներկայացման որդուն հայր, ինչպես ասում են, չէին ունենալու որպես հյուր մեր տաղավարում, բայց վերջին ակնթարթին այսպես ուղղաթիռով պարզապես նա կարողացավ լինել մեր տեղաբարում։ Բարի առավոտ։ Դա է, բերանփակ չեն լրագրողներն ու հաղորդավարները, հո չէինք պատի, որ ամեն ինչ նորմալ է, ինչպես եք երիտասարդներ։ Շնորհակալություն։ Հիանալի։ Հասցնա հիանալի։ Եկեք խոսենք ներկայացման մասին, ինչպես է ծնվել գաղափարը, որ հենց այս ներկայացումը պետք է բեմադրվի, որտեղից այսպես ծագեց միտքը։ Շատ չմանրամասնելով թեմաները, ուզում եմ ասել, որ ներկայացման մեջ ընտանիքի ժամանակակից ընտանիքի հետ կապված թեմաներ կան, հայր-որդի հարաբերություններ, ժամանակակից ընտանիքը պատմեք էլի, շատ տարածված։ Այն ընտանիքը, որտեղ ապրում են այսօրվա դեռահասները։ Այն ընտանիքը, որտեղ ապրում են այսօրվա երիտասարդները, եւ մի փոքր շատ չնչին տարբերություն կա, նկատի ունեմ 10 տարի առաջվա այդ դեռահասների ընտանիքում եւ հիմա, որովհետեւ թեմաներ կա, որոնք որ դեռահասների մոտ այսօր շատ ավելի սուր են, շատ ավելի հետաքրքրված են դրանք եւ շատ ավելի տարբեր են։ Եվ երբ կարդացի պիեսը, հասկացա, որ լավագույն ժամանակն է պիեսին անդրադառնալու, որովհետև պիեսը ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆլորիան Ջելլերը գրել է մի քանի տարի առաջ եւ շատ արդիական է այսօր, մանավանդ մեր երիտասարդության։ Այսինքն այդ հայրեր որդիներ մշտական բանը կա հայրերի որդիների։ Տարբերությունը ինչումն է ձեր համար ավելի երևի թերևս մի քիչ սերունդի առումով ավելի ավագ սերունդ։ Ինչումն է տարբերությունը։ Ավագ սերունդ։ Չէ՞։ Ոչինչ։ Դուք հորն եք մարմնավորում, Մուրադ ջան, հա։ Նարեկի։ Չգիտեմ, ես քանի որ ունեմ տղա։ Այդքանով։ Այո։ Նրանք դեռ չունեն կարծում եմ կամ։ Չէ։ Դեռ։ Նարեկ դու էլ ասա, հա, նայում ես ուղղակի անդին։ Հոգեբանական տեսակետից ձեր համար ավելի ընկալելի պետք է լինի ամեն դեպքում այդ հայրեր ու որդիներ, որտեղ դուք արդեն ունեք։ Այո, կա այդպիսի բան, որ կարողանում ես ավելի ճիշտ ընկալել կերպարը, ավելի նուրբ գծեր տեսնել կերպարի մեջ, այդ օգնել է ինչ ճիշտ ասած։ Բայց իմ համար շատ բարդ է եղել այս կերպարը հավաքել, որովհետև շերտերը բավականին շատ էին ու ինձ Դավիթը շատ է օգնել այդ առումով, Նարեկին շատ է օգնել այդ առումով։ Իդեպ այստեղ էլ տաղավարում անգամ երբ տեսախցիկը չէր ֆիքսում, այսպես գլուխն էիք շոյում, դա էլ է հայկական ինչ որ մազերն էիք ուզում հարդարած լինել։ Իմ համար շատ լավագույն խաղընկեր է, շատ։ Ինքը ինձ շատ է օգնել։ Թե տեքստերի առումով, թե աշխատանքի առումով։ Մենք էլ ասում ենք, ի՞նչ եք տենց սրտադրոպ Նարեկին սպասում։ Որովհետև իրեն շատ եմ սիրում։ Նարեկ, ինչպիսի հայր է քո համար Մուրադը։ Անկրկնելի։ Չէ, դե բնականաբար, ինչպես Մուրադը ասաց, ես իրան օգնել եմ տասնապատիկ, խավորապատիկ անգամ ինքն է ինձ օգնել, ոչ միայն ինքը, ամբողջ մեր դերասանական կազմը, իհարկե ես իմ առաջին մեծ գործն էր թատրոնում ու ինձ համար դժվար կլիներ, եթե Մուրադը եւ մյուսները իմ կողքին կանգնած չլինեին ու հասկանալու համար կերպարը ավելի շատ մտնելու այս գործի մեջ, սովորեցնելու ինչ-որ նյուանսներ, որ միջև այդ չէի պատկերացնում թատրոնի մասին, այդտեղ Մուրադի եւ մյուսների ներդրումը անկրկնելի է իհարկե։ Նարեկ, ինչպես եք հայտնվել թատրոնում ԵՊՀ-ից, ինչպես են ձեզ գտել եւ ամեն ինչ ձեր կամքով է, չէ՞։ Այո։ Վերջ։ Այսքան շնորհակալ ենք։ Մենք բնության չենք ենթարկել, հա։ Իրականով է, Չէ, իրականում ԵՊՀ-ից չեմ ես հայտնվել թատրոնում, ես Այվից եմ հայտնվել թատրոնում, Այվ դպրոցում, ես անցնում էի բեմարվեստ առարկան, որտեղ որ պարոն Խալաթյանը իմ բեմարվեստի ուսուցիչն էր եւ այնտեղից դեռ մենք իրար ճանաչում էինք եւ ինքը ինձ սովորեցել է բեմական վարպետությունը, հետո արդեն
իհարկե միշտ իր հետ կապի մեջ էինք ու ես հիշում եմ ընկեր Դավիթը անդադ ասում էր մի բան բեմադրենք, ես մտածում էի ուղղակի տենց կատակ անում, բայց հետո Ծանր հեղինակություն եք Դավիթը։ Այո, մի օր զանգեց, տենց ասաց, որ տենց մտքեր ունի, բնականաբար չէի կարող մերժել եւ գնացի, ամեն ինչ հավանեցի, ամեն ինչ շատ դուր եկավ, ես շատ արագ ներգրավեցի process-ում աշխատանքային ու տենց արդեն հետո դարձա թիմի մասը։ Դավիթ, անդրադառնանք կրկին պիեսին, բուն։ Ինչքանով է իմպրովիզացիա արվել, կա իմպրովիզացիա թե ոչ, ավելի հարմարեցված է այսօրվա սերնդին թե ոչ։ Կխնդրեի մի փոքր բովանդակային առումով անդրադառնանք։ Գրեթե փոփոխություններ պիեսում չի արվել, որովհետև շատ հետաքրքիր ձևով է կառուցված պիեսը, շատ անսպասելի լուծումներ կա հենց դրամատուրգի կողմից տրված, որոնք որ պահել ենք, որոնք որ ավելի սրել ենք, իրադարձությունների զարգացումը բավականին անկանխատեսելի եւ անսպասելի է տեղի ունենում։ Ուզում եմ ասել, այդքան շատ փոփոխություններ չկա, բայց բավականին հետաքրքիր սյուժե ունի, որը որ ինչպես արդեն ներկայացումը եղել է, կայացել է, մենք խաղացել ենք, հանդիսատեսն ասում է, որ առաջի վայրկյանից կլանված նայում է մինչև վերջին վայրկյանը։ Իսկ հետաքրքրությունը ինչպիսին էր հանդիսատեսի կողմից, դուք թերևս ներկայացնեք, որտեղ ավելի փորձ ունեք այս առումով հանդիսատեսի հետ շփման։ Չգիտեմ, հանդիսատեսը ես որ խաղում եմ, իմ համար չկա հանդիսատես, բայց զգում ես այդ էներգիան, որ քարյրությունը չեն շարժվում, այդ ասում է նրա մասին, որ ինքը կլանված ներկայացման հետևից է գնում ու զգում ես այսպիսի ձայներ կամ թեկուզ հազալ, չկա, ցած քալ ժամ 30 րոպե։ Հա, ոչ թե սպասում են, այլ իրանք ուղղակի գնում են ներկայացման հետևից։ Այդ զգացողությունը ես զգացել եմ բեմից։ Հա, վերջում այդ հուզմունքը մարդիկ հուզվում են, լացում են, ամեն մեկը իրեն է տեսնում, գուցե իր ապրածը։ Այդպես է։ Կարող է եւ չունի երեխա, բայց եկել է նայում այս ներկայացումը, բայց ինքը իրան տեսնել է այս ներկայացման մեջ։ Այս ներկայացումը բացի Երևանից որտեղ եք պատրաստվում, օրինակ շրջագայեք, թե ոչ այս ներկայացումը, ու նաեւ ձեր հյուրասիրական կարելի Դեռ պլանավորված չի անկեղծ ասած շրջագայությունները, դեռ ուզում ենք փոքր թատրոնում խաղալ, որովհետեւ բեմական տարածքն էլ հատուկ ընտրված է, հարմարեցված է փոքր թատրոնին, նկատի ունեմ կամերային վիճակներին, հանդիսատեսը շատ մոտ է եւ շատ հետաքրքիր ձևով է կառուցված։ Երեք շատ հետաքրքիր կարծիք լսվեց, որ ասեց ներկայացումը նայելիս կարծես թե անջատել ենք նրան լույսերը եւ այնքան մտերմիկ էր, որ թվում էր թե ոչ մեկ չկար, ես նայում էի մինչեւ վերջ ներկայացումը։ Ուզում եմ ասեմ, մեր բեմում շատ հետաքրքիր է, այնպես որ մենք խաղալու ենք նաեւ ամսի 20-ին, 15-ին եւ 20-ին փոքր թատրոնում ժամը 19:30-ին։ Նրանք ովքեր ինչ պատճառներով չեն դիտել ներկայացումը, արդեն նշվեց, որ օրերին են լինելու, կարող եք ձեռք բերել տոմսերը ու գնալ վայելել ներկայացումը։ Կխնդրեի ձեր հյուրախաղերին անդրադառնալ, դուք ավելի շատ եք թերևս Հայաստանից դուրս ներկայացնում մեր թատերարվեստը։ Ես աշխատում եմ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում մոտ 23 տարի, որպես տեխնիկավար դերասան։ Շատ եմ շրջագայել թատրոնով, տարբեր երկրներ եմ եղել, մոտ մի 30 երկիր շրջագայել եմ, համաշխարհային փառատոներին եմ մասնակցել, բայց տեխնիկային ճյուղով։ Հա, անկեղծ ասած, ես ինձ որպես տեխնիկավար եմ համարում։ Դա ուրիշ աշխարհ է, չէ՞։ Դա ինձ համար ուրիշ աշխարհ է, բայց Դավիթը ինձ հնարավորություն տվեց ներկայանալ որպես դրամատիկ դերասան, դրամատիկ թատրոնում խաղալ, ճիշտ ասած սկզբից մի փոքր իմ համար մտավախություն կար, կհաղթահարեմ թե ոչ, բայց Դավիթը ինձ տվեց այդ վստահությունը, ու մենք միասին աշխատեցինք ու Նարեկի այսպես որդին դառնալու ձեզ այդ դերում նաև ավելի հեշտությամբ ռեժիսորին հավատալ, ռեժիսորի հետևից գնալ, դա շատ կարևոր է։ Դա ամենակարևորն է կարծում եմ։
Մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 15-ին ժամը 19:30-ին եւ ինչպես նշեց պարոն Խալաթյանը, ինչպես ասեց Նարեկը, նաեւ մարտի 20-ին ունեն նրա ներկայացում, մենք հորդորում ենք բոլորիդ գնալ, դիտել եւ տեսնել արդյոք ինչ խնդիրներ ունեն ժամանակակից դերասանները, դերահասները եւ ինչ փոխհարաբերությունների մեջ են հայրերն ու որդիները։ Դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։ Լեցուն դահլիճն ենք ցանկանում։ Շնորհակալ ենք։